Իրանական պատերազմի զարգացումների մասին այսօր կխոսենք միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նախ եկեք հասկանանք այս առճակատումը վերահսկվող էսկալացիա է, թե տարածաշրջանային լայն պատերազմի սկիզբը։ Արդեն իսկ լայն պատերազմի սկիզբը, որովհետև տպավորությունները ամրապնդվում են հետևյալ փաստերով, որ մի շարք արաբական երկրներ, արաբական ծովի երկրներ, որտեղ որ արկա է ամերիկյան ռազմաբազա եւ որտեղ որ որպես թիրախ Իրանը հարվածել է հասկանալի պատճառներով, նրանք արդեն իսկ որպես այդպիսին Հուդայի վահան կոչվող այսպես անվանումով իսրայելա-ամերիկյան ուրեմն օպերացիայի մասնակիցներ են դարձել, ընդ որում Սաուդյան Արաբիան պաշտոնապես հայտարարեց արդեն իսկ մաս կազմելու, այդ մասին ժամեր առաջ խոսեց նաև Քաթարը, հետևաբար այն նպատակը, որը հետապնդում են Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, դա ներքաշել արաբական ծովի ավազանի երկրներին այս պատերազմի մեջ, հետևաբար իր արդյունքները, պտուղները, այսպես ասած, տալիս։ Հետևաբար ձեր հարցի ուղիղ պատասխանն է, այո, նպատակը ծավալներն ու մասշտաբները մեծացնել, հնարավոր գոդիականությունը մեծացնել, հետևաբար նաև օգտագործել այն երկրները, որոնք այս պահին կամ пассив են կամ նեյտրալ դիրք են զբաղեցնում, չեն փորձում թաթախվել այսպես կոչված process-ի մեջ, բայց այդուհանդերձ ներքաշում են պատերազմի մեջ։ Վերահսկողությունը ում ձեռքում է այս պահին։ Գիտեք, երբ որ տեսնում ենք եւ դիտարկում ենք այն հանգամանքը, որ առաջնահերթ գործողությունները իրականացրել են իսրայելա-ամերիկյան կողմը եւ իրենց կարծես առաջի տպավորություններ, որ իրենք հասան իրենց նպատակին, Խամենեիի սպանությունը։ Առաջին օրը ամեն դեպքում ավելի որակյալ հարվածներ էին հասցնում։ Այո, իրականում եթե դիտարկենք, որ իրենց գերնպատակը դա էր եւ այդ 48 եւ ավելի բարձրաստիճան ղեկավարության սպանությունը, ապա կարող ենք ասել, որ իրանց պլան էթապը առաջի գերակատարված է անգամ ու այդ նախանշած 48 ժամի մեջ իրենք տեղավորվել են, որը որ իրանց առաջ իրենքից դրել են։ Ուրիշ բան, երբ որ հիմա ինտենսիվությունն ես նայում, որովհետև Իրանը գիտեք ջիհադ է հայտարարել եւ այդ մասով կարմիր դրոշ է բարձրացել, դա նշանակում է, որ նրանք այլևս իրենց ամբողջ արսենալը օգտագործելու են այս պատերազմի մեջ, այսինքն ժամանակագրական տեսանկյունից հիմա ու ինտենսիվությամբ ռմբակոծումները, բալիստիկ հրթիռների արձակման տեսանկյունից այս պահին ավելի տպավորություն է ստեղծվում, որ Իրանի նախաձեռնությունն է հիմա արդեն, այսինքն երկրորդ փուլը արդեն Իրանի պատասխանն է։ Պատերազմի օրակարգը ըստ ձեզ ով է թելադրում։ Գիտեք, ըստ տրամաբանության հասկանալի է, որ դա Իսրայելը, տեսեք, ժամեր առաջ, երբ որ այդ հարցը ուղիղ տվեցին Բենյամին Նեթանյահուին, ժպիտով, ծիծաղով պատասխանեց, երբ որ ասեցին դուք եք, ընդ որում ավելի հստակ պատասխան եղավ, ասեցին դուք եք ներքաշել Միացյալ Նահանգներին, ասեց չէ, դա համատեղ որոշման արդյունք է։ Իհարկե հասկանալի է, որ առաջնահերթ դա Իրանի նպատակն էր, ուրիշ բան, որ Իսրայելի ներողություն։ Ուրիշ բան է, որ հիմա արդեն ներքաշված են պատերազմի ու ինչպես ասեցի, այն երկրները, որոնք այս պահը նեյտրալիտետ էին պահում, հիմա նաև մաս կազմեցին այդ կոալիցիան։ Ընդ որում այդ մասով նաև Մեծ Բրիտանիան է արդեն իսկ հայտնել իր պաշտոնական դիրքորոշումը, որ չի բացառվում, որ նաև նրանք իրենց բազաները եւս տրամադրեն եւ անմնացող չմնան այս պատերազմից։ Ինչ է կարծում Վաշինգտոնի իրական նպատակը ռեժիմի փոփոխությունն է, թե Թեհրանի զսպումը։ Տեսեք, ես իմ բոլոր հրապարակային ելույթներում, ընդ որում ձեր հետ ունեցած նախկին կանխատեսումները, որոնք զերծ էին ուրեմն հորետեսական կամ այլ ձևակերպումներից, հիշում եք, արձանագրեցինք, որ առաջնահերթ գերնպատակը հոգևոր ռեժիմի տապալումն է, որովհետև դա իրենց համար, այսպես ասած, կոկորտին կանգնած խնդիրն էր, որը որ լուծվեց կարծես թե, բայց դա գերնպատակը չի, ես չեմ կարծում եւ չեմ կիսում այն կարծիքը, որ առաջնահերթ եւ միակ նպատակը դա Իրանի հոգևորի եւ աշխարհիկ պետության վերացման նպատակն է հետապնդում եւ ոչ ավելին։ Այստեղ հասկանալի է, որ հաջորդիվ այդ ռեսուրսներն է, որը որ պետք է Վենեսուելայի տարբերակով հիշում եք, հա, այդպիսի ցայտնոդի վիճակները եւ հետո ուրախությունը, երբ որ ասեց արդեն մենք տիրապետում ենք վենեսուելական նավթին, հիմա հասկանալի է, որ իրանական նավթի պահն է եւ այստեղ ավելի շատ ուղղված է Չինաստանի դեմ, որովհետեւ 20-25% բացի այն, որ ամբողջ աշխարհի նավթը Հորմուզի նեղուցով, Պարսից ծոցով, գիտեք, ամբողջ աշխարհին էր ուրեմն մատակարարում, հիմնական առաջի բաժանորդ այս մասով Չինաստանն էր եւ այստեղ նաեւ
հաստատելով Իսրայելը որպես հեգեմոնիզմ տարածաշրջանում մերձավոր արևելքում, լինելով նաև ֆորպոստ անունը դնենք, պլազդարմ դնենք Միացյալ Նահանգների, որը որ կվերահսկի այդ ամբողջ process-ը։ Բայց այստեղ ես ավելի շատ հեռահար նպատակներ եմ տեսնում, որովհետև եթե Իրանը մասնատվի, որը որ չի բացառվում, իրենց նպատակներից մեկն է, որի մասին կան լուրջ վերլուծություններ, ընդ որում այս մասով ասում են մասնադել ասելով ինչ ենք հասկանում, ես ուզում եմ ձեր տաղավարում բացեմ այդ ճակերտները, որովհետև շատերը չեն տիրապետում։ Մասնադել դա նշանակում է օրինակ, երբ որ ստեղծվում է Հարավում Բելուջիստանը, երբ որ ստեղծվում է Քուրդիստան պետություն, երբ որ Մեծ Ադրբեջան, հա, եւ այլն։ Պատականը։ Այո, եւ այս մասով է, որ այդ բաժանիր որ տիրես կամ պարակտիր որ տիրես սկզբունքն է լինելու, հիմա դրա վրա են աշխատում հեռահար նպատակներում։ Հիմա նույն տրամաբանությունը այս մասով նաև ամերիկյան ձեռագիրը մնում է, չէ՞, ժամանակին Մուհամմադ Քադաֆի, Ասադ, հա, Սադամ Հուսեյն, հիմա արդեն հերթը հասել էր Այաթոլլա Խոմենեին, որը արդեն այսին փաստացի իրենց օրակարգը դրել են, իրենք վստահ են, որ այդ օրակարգը լինի դա 4 շաբաթյա օրակարգով, թե ավելի երկար, ընդ որում խոսում են արդեն ցամաքային հարձակման մասին, չի բացառում։ Ընդ որում ասեմ եւս մեկ հավելյալ ինֆորմացիա ձեզ, դուք շատ կարևոր հարց տվեցիք։ Տեսեք, բացի այն, որ փորձում են այնպես անել, որ հագաիրանական կոալիցիա ձևավորվի Պարսից ծովի ավազանում, իրենք նաև ինչ են անում, շատ ավելի հեռուն գնացող քայլեր են փորձում գործադրել հետևյալ տրամաբանության մեջ։ Դիվանագիտական խողովակներով, այո, ասեմ ձեզ, իմացեք, դիվանագիտական խողովակներով Արաբական Միացյալ Էմիրություններին առաջարկ է եղել Պարսից ծոցի ավազանում կան 3 կղզիներ, որոնք որ 1971 թվականից համարվում են վիճելի տարածքներ Իրանի եւ Էմիրատների միջև։ Հետևաբար սա ասում են լավագույն պատե առիթն է, որ դուք կարող եք օգտվել առիթից, փորձեք այդ օկուպացնել նաև այդ կղզիները, որը որ ընդ որում այդ ամբողջ տեղաշարժը, հա, եւ նավատորմի, եւ նավերի տեղաշարժը, եւ Պարսից ծոց Օմանի ծոց վերահսկողությունը ամբողջությամբ կանցնի իրենց։ Չեք կարծում, որ արտաքին ճնշումը ել ավելի հակառակ էֆեկտը կարող է ունենալ եւ ել ավելի կհամախմբի իրանական ժողովրդին Այաթոլլայի սպանությունը եւ այլն, այսինքն ճնշումը ըստ էության ինչի է բերելու։ Տեսեք, հենց հիմա շատ լավ հարց եք տալիս, հենց հիմա ժողովրդական լեզվով ասած իրանց ստավկան հենց դա էր։ Թրամփը հենց այնպես չէր ասում, որ մենք հրթիռակոծումը կանենք, մեր նպատակը կիրականացնենք, որից հետո ակնկալում ենք, որ Իրանի ուժեղ ժողովուրդը դուրս կգա եւ կքշի այս իշխանություններին, բայց փաստը ցույց տվեց, որ որքան էլ հա ինչ որ մի մասա ուրախացել է անգամ այս իրադարձություններից, բայց այդուհանդերձ իրանական ժողովուրդը հայտարարել է ջիհադ եւ չի գնում այն գծած պլանով, որը որ ակնկալում էր տվյալ դեպքում Ամերիկա-իսրայելական տանդեմը։ Հետևաբար այս պարագայում իրենք մտահոգություն ունեն եւ ես նկատում եմ այդ մտահոգությունները եւ երբ որ նայում ես մասշտաբները, երբ որ նայում ես թե ինչպիսի միջին եւ հեռար բալիստիկ հրթիռները, անգամ գերձայնային շատ հզոր ծանր մարտագլխիկներով ֆատա կոչվող օգտագործում են բալիստիկ հրթիռներ, հասկանում ես, որ իրենք լուրջ մտահոգվելու կարիք ունեն։ Հետաքրքիր է Իրանի հասարակությունը այս ձախողումը իշխանության ձախողում է համարում, թե արտաքին սպարտանիկ ուղակի։ Իրանի ժողովուրդը սա արտաքին սպառնալիք է, իրենք հասկանում են, իրենց ընկալումը դա է, առաջնահերթ ընկալումը դա է, իհարկե, սա ուղիղ խոսում է այն մասին, որ այլ երկիրը փորձում է հեգեմոնիզմ դրսևորել ու փորձում է ներքին գործերին միջամտել եւ հասկանալի է, որ այս մասով որքան էլ իրենք ունեն վերապահումներ, ընդ որում իրանական անդիմադիր ուժերը այս մասով նրանք միամուռ են։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները նույնն են, թե ռազմավարությունները նաև նույնիսկ ռազմավարությունները տարբեր են։ Տեսեք, եթե Իսրայելի համար գերնպատակն է Մերձավոր Արևելքում դիրքավորվել որպես հեգեմոն գերտերություն եւ հեռահար նպատակները մինչեւ Եփրատ գետի ավազան հասնելը, Միացյալ Նահանգների համար արդեն ասեցի, դա Չինաստանի, այսպես ասած, նավթային դեմպինգ իրականացնելն է նախապես, որովհետեւ սրանով շատ լուրջ խնդիր է առաջացնում, որովհետև մենք գիտենք, որ սև շուկայով Վենեսուելայից թե ինչպես են Չինաստանին տրամադրվում նավթ, ծանր նավթի մասին է խոսքը, վերամշակման ենթակա եւ այս մասով նաեւ գիտենք, որ Իրանն էր նաեւ տրամադրում եւ սա առաջինը քայլ է դեպի ուրեմն Չինաստան։
Հետևաբար Միացյալ Նահանգները այստեղ մի քանի խնդիր է լուծում, բայց մասնավորապես այստեղ շահերի համընկնում կա Իսրայելի հետ, Իսրայելն է օգտագործվում է որպես տվյալ դեպքում բազա, պլազդարմ, պոլիգոն։ Մեծ հաշվով տարբերվում են նպատակները։ Եթե այդ սրացումը առաջիկայում խորանա, հնարավոր է, որ նոր անսպասելի սրացումներ լինեն։ Չի բացառվում։ Իհարկե, հիմա այստեղ տեսեք, խնդիրը գիտեք որն է ըստ իս։ Այս պահին օրինակ իրենք ինչ են ակնկալում են ներքին պարակտվածություն եւ այստեղ ուղիղ եթե ձեր հարցին պատասխանեմ, գնդակը հիմա Իրանի ժողովրդի ձեռքում է այն պարագայում, որ իրենք պետք է որոշեն։ Տեսեք, եթե Մասուդ Փեզեշքյանին կարողանա իր հեղափոխական գվարդիայով հանդես պահպանի այսօր իշխանությունը, կորպուսը հեղափոխության սատար կանգնի, ես ավելի քան վստահ եմ, որ ներքին պարակտվածությունը, որքան էլ այդ Մոսադը փորձի տեսանք, հա, ինչ պատճառներով ոնց է եղել նաև Խամենեի սպանությունը, նախապես այդ տեսահասկման ամբողջ ապարատին դոպուսկ ունենալով, հա, կարող են հաղթահարել։ Այսինքն խնդիրը ներսից իրենք արդեն գիտակցում են, որ ագենտուրայի դեմ առնելն է եւ այնպես անել, որ ժողովուրդը միախմբված լինի, համախմբված լինի, ընդունի, որ դա իրենց կանոններով խնդիրը ստացվում է իսրայելա-ամերիկյան տանդեմի նոր լիդերներին լիկվիդացնելն է, բայց այս պարագայում իրենք միշտ էլ ունեն փոխարինողը։ Եվ խոսքը վերաբերում է 80-ից 90 միլիոն բնակչության մասին, որոնք որ շիական գաղափարներով են առաջնորդվում։ Ղեկավարներին կարող են փոխել, իսկ կրոնական իդեոլոգիան չեն կարող փոխել։ Հիմա դա ինչքան կտավի։ Շիիտական գաղափարախոսությունը ինքնին այնպես է ամրացված ու այնպես է արմատացած իրենց մոտ որպես ազգ պետություն, որ այդ գաղափարախոսությունը միշտ էլ գտնելու է իր հետևորդներին եւ առաջնորդներ է ստեղծելու։ Հետևաբար այս մասով սա լուրջ մտահոգություն է, ես ավելի քան վստահ եմ, որ հիմա իրոք լուրջ մտահոգությունների եւ տարատեսակ մտորումների մեջ են։ Հաջորդիվ իրենց գործողությունների հատկապես, հա, համատեքստում թե ինչ կձեռնարկեն։ Որ փուլում իրավիճակը վերահսկողությունից կարող է դուրս գալ ըստ ձեզ։ Երբ որ որոշում կայացվի, օրինակ ցամաքային զորքերի տեսքով ներխուժում լինի Իրանից։ Իրատեսական է դա։ Չի բացառվում։ Ինչ կարող է լինել այդ դեպքում։ Այդ դեպքում արդեն կարող է լինել այլ տեսակի պատերազմ, ցամաքային զորային պատերազմ։ Եվ Հայաստանը անմասն չի մնա երևի։ Դե անմասն չմնալը, գիտեք ինչ, հələ գանք ուրիշ սցենարով։ Դուք պատկերացնում եք էգզիստենցիալ վտանգի ենթարկված մարդկանց փախստականի կարգավիճակով հարևան երկրները, հա, այսինքն մենք ինչ ենք անելու։ Փակելու ենք իրանական սահմանը կամ ինչքան քաղաքացի կարող ենք որպես հարևան եղբայրական երկրից ընդունել։ Ինչքանին կարող ենք տրանզիտ տրամադրել Վրաստան, Ռուսաստան տեղափոխվելու, ով է վերահսկելու այդ ամբողջ process-ը։ Այստեղ դեմոգրաֆիական խնդիրների ուզում եք առաջ քաշեմ, թե ադրբեջանցիներ ծագումը բանությամբ, բայց Իրանի քաղաքացիներ, այդ մասը ոնց ենք վերահսկելու։ Սա ազգային անվտանգային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նաև մեր համար։ Հետևաբար հասկանում ենք, չէ՞, պահի լրջությունը։ Եվ այստեղ եթե դուք ինձ հարցադրեիք օրինակ այս պահին լավ գոնե այս պահին Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է մաքսիմալ պահպանել չեզոքություն իհարկե հասկանալի է որպես հարևան երկիր դաշնակցային երկիր ընդ որում ուշացած բայց արդեն գոնե հիմա ֆիքսում ենք որ գոնե ցավակցային խոսքեր են ուղղվել համենայն դեպս պահպանել այդ մասին դեռ կխոսենք Իրանի հարվածները հարևան տարածքներին սա կարող է երկրորդ ճակատ բացել պատերազմում չի բացառվում որպես այդպեսին ես տեսնում եմ որ բոլոր վերլուծությունները տանում են նրան որ Սաուդյան Արաբիան կարող է լինի հաջորդ պլազդարմը Իրանի դեմ ուղղված որտեղ աշխարհագրորեն տոպոգրաֆիկ տեսանկյունից ամենահարմարն է Իրանի դեմ պատերազմ վարելու համար Քուվեյթը եւ Սաուդյան Արաբիան պատերազմը արդեն որքանով է հարվածում էներգետիկ շուկաներին։ Դե տեսեք ամբողջ նավթի 20-ից 25%-ը, որը անցնում է Օրմուզի նեղուցով, Օմանի ծոցով, հիմա փակ է այս պահին։ Չի դրան պատկերացնում եք, սա ինչ լուրջ ճգնաժամ կարող է արդեն իսկ առաջացրել է։ Տարածաշրջանի փոքր երկրները ինչպես են վճարում մեծերի խաղի գինը։ Սուվերեն տարածքով ստանալով իրանական հերթիռներ ռմպակոծման ենթարկվելով ամբողջ ենթակառուցվածքները այսպես ասած փչացնելով եւ բանի տակ դնելով հրթիռի տակ դնելով
Եթե պատերազմը երկարաձգվի, ինչը իրատեսական եք համարում, ինչ որ Չեմ բացառում, որովհետև ջիհադ է հայտնաբերված։ Ու սա նախորդ դեպքը չի, որ Իրանը կընկրկի։ Ովքեր են այս դեպքում հիմնական շահողները եւ գլխավոր տուժողները։ Դե տեսեք, բոլոր կողմերն շահում են։ Եթե Թրամփին դիտարկենք որպես բիզնեսմեն, ով բիզնես շահերով առաջնորդվում, զենք արտադրողները, էներգետիկ շուկայի լիդերները, բոլոր կողմերը, այդ թվում էլ եմ կրկնում, բոլոր պատերազմը ընդհանրապես շատ լուրջ ֆինանսական, այո, տուժում են բոլորը, տուժում են այս պարագայում բոլորը, առաջնահերթ են երկրները, որոնք որ առաջնահերթ կախված են պատերազմի մեջ եւ կախվածություն ունեն, այո, շատ ճիշտ եք ասում։ Իրանի թուլացումը Հայաստանի համար ռիսկ է։ Իհարկե։ Ինչ մեզ պետք է ամուր չմասնատվող Իրան։ Ես ձեզ ասեցի, բավականին լուրջ մասնատման ռիսկի հավանականություն կա, ես թվարկեցի ձեզ, որոնք են այդ մասնատման հիմքերը, նպատակը որն է եւ ինչ միավորներ են ուզում։ Ես հələ ընդամենը 3 միավորը ձեզ ասեցի։ Հայաստանը ցավակցություն է հայտնել Թեհրանին, ասացիք ուշացած, բայց հայտնել է։ Այս ցավակցությունը ինչ է նշանակում, սա դեռ չեզոք դիրքի պահպանություն է, թե ռիսկային քաղաքական ազդակ է հղում։ Ես չեմ կարծում, որ ոչ ավելին, ընդամենը ցավակցական խոսք, հարևանը հարևանին ուղված, վերջ, ոչ մի ավել։ Միացյալ Նահանգների ընկալումները ինչպիսին կարող է լինել։ Գիտեք ինչ, նայեք, ես ավելի քան վստահ եի, որ այն հանգամանքով պայմանավորված, որ անցնում են 2-3 օր, բայց չի հնչում գետ մեկ հայտարարություն պաշտոնական անձանց կողմից, սա խոսում է նրանից, որ այն, որ ասում են մենք անկախ ենք մեր որոշումներով, ես ավելի քան վստահ եմ, որ նրանք մինիմում մտորումների տեղիք էին տալիս, թե ինչ խոսք ասեն, որպեսզի հանգարց Միացյալ Նահանգների կողմը հանգարց ուրիշ աչքով չնայի կամ որոշակի լարվածություն չստեղծվի դրա եւ փորձեցին ինչ որ բառեր գտնեն, ընդ որում տեսեք նման դեպքերում միջազգային փորձը ասում է, որ բացի ցավակցական խոսքից նաև պետք է օգնության, հումանիտար օգնության տրամադրման մասին ակնարկներ լիներ։ Համենայն դեպս ակնկալում եմ, որ բացի ցավակցական խոսքերից նաև կլինի հումանիտար օգնության տրամադրում։ Հայաստանը այս իրավիճակում մանևրելու տարածք ունի, թե չէ։ Մանևրելու տեսանկյունից այո ունի այդ հնարավորությունները, եթե բացարձակապես վարում է ինքնուրույն քաղաքականություն, այսինքն ոչ մի աշխարհակաղակական կենտրոնից կախվածության որևիցե սեգմենտներ չենք դիտարկում, ուրեմն այո, որովհետև այդ լծակները հիմա կան, որպես այդպեսին ուրիշ բան է, երբ որ տարբեր աշխարհակաղակական կենտրոններ փորձեն ներքաշել Հայաստանին իրենց պատկերացումների կամ իրենց վարած քաղաքականության մեջ, ամեն դեպքում ես այս պահին այդ ռիսկերը չեմ տեսնում։ Այսինքն Հայաստանը պետք է հավասարակշռած քաղաքականություն վարի, թե չեզոք։ Այո, այս պարագայում պետք է, գիտեք ոնց, երբ որ չեզոք եւ բալանսավորված քաղաքականության այդ միջակայքում պետք է լինի։ Այսինքն ոչ անմնացորդ, բայց եւ փորձի բալանսավորած արտաքին քաղաքականություն վարի, որպեսզի Իսկ դա հնարավոր է։ Եթե դիվանագիտական մոտեցումը լինի բարձր մակարդակի, այո, իհարկե, ինչու՞ ոչ։ Ինչքան կարող է դիմանալ Իրանը։ Կարծում եմ դեռ շատ երկար։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։ Ցտեսություն։